Ողջույն սիրելիներս, այսօրվա մեր հանդիպումը նվիրված է լինելու առողջ հարաբերություններին, տղամարդ-կին հարաբերություններին, որովհետև այդ թեման գնալով ավելի ակտուալ է դառնում յուրաքանչյուրի համար։ Ինչու ես այս կետին եկա, ինչու որոշեցի հենց հիմա նկարել իր մասին այս տեսանյութը, որովհետև աշխատելով աղջիկների կանանց հետ շատ անգամ եմ բախվում այդ մտքի հետ, երբ որ կանայք հանդիպում են ու բախվում են տարբեր խնդիրների, որտեղ որ կա անարդարություն, կա վախ, թաքցնել, չվստահել, եւ երբ որ մենք խոսում ենք ազատ հարաբերությունների մասին, པարզ հարաբերությունների մասին, այդտեղ չկա ոչ մի տեսակ թաքցնել, վախենալ, ամաչել, չշփվել, լարվել նույնիսկ սիրած էակի ներկայության ժամանակ եւ այնպես առողջ հարաբերությունները ինքը իրանից այլ պատկերացում ունի եւ եթե մենք չենք տեսնում ահա այս կետերը, որ ես ձեր հետ միասին կքննարկեմ, նշանակում է իմ հարաբերությունները չեն գտնվում առողջ մակարդակի վրա։ Ինչ եմ ուզում խոսալ ես հենց այս թեմայի մասին, որտեղ ինքս իմ կյանքի ընթացքում անցել եմ շատ տարբեր փուլեր, որ ինձ տվել է, որ ես կարող եմ այսօր ելնելով իմ փորձից կիսվել ձեր հետ իմ փորձով։ Օրինակ, ինձ համար եւ մեր համար իմ ու ամուսնուս միջև չկա գաղտնիքներ։ Ինչ է նշանակում գաղտնիքներ։ Մենք իրարից ոչ մի հեռախոսի կոդեր չենք պահում, մենք իրար վստահում ենք, ինքը մուտք ունի իմ հեռախոս, ես ունեմ մուտք իր հեռախոս, ինչի որտեղ կա 100% վստահություն իրար նկատմամբ։ Մեր միջև չկա խանդի ինչ որ զգացողություն, իրար խանդենք կամ ինքը ինձ, կամ ես իրան, կամ նման ինչ որ խոսակցություն ունենանք, որ ես եմ իրան խանդում կամ ինքը ինչ որ միտեղ գնանք, որ ես իրան խանդի տեսարաններ անեմ կամ նույնը հակառակ ինքը, բայց մենք իրար լիարժեք վստահում ենք ու ոչ մի տեսակի խանդի տեսարան գոյություն չունի մեկս մյուսի նկատմամբ։ Նույնիսկ ես կարող եմ, ես վարում եմ Instagram, ես վարում եմ YouTube, ու այդ ամեն ինչ իմ ամուսնու համար նորմալ է եւ ինքը դա այդ ամեն ինչի շատ նորմալ է նայում եւ նույնիսկ իմ մտքով չի անցնում, որ ինքը կարող է այդտեղ ինչ որ խանդի։ Ես նույնիսկ երբեք իր հետ չեմ ինչ որ թեմա քննարկվել, իր հետ ինչ որ խոսակցություն ունեցել, որ ինչ որ մի կնոջ հետ կապված կամ իր նախկինների հետ ինչ որ մի հարց հետ։ Դες մեր միջև առողջ հարաբերությունների միջև չի քննարկվում անցյալը։ Դա ամենակարևորն է, որովհետև անցյալը դա անցյալ է, յուրաքանչյուր մարդ ունի իր անցյալը, եւ երբ որ մենք կանայքս անընդհատ քննարկենք անցյալը, ապա մենք չենք կարողանա կառուցել մեր առողջ հարաբերությունները։ Ոչ մի անուն չի քննարկվում, ոչ մի համեմատություն տեղի չի ունենում, այդ ամեն ինչը գոյություն չունի մեր հարաբերությունների մեջ։ Նաև մենք գիտենք ամեն մեկս որտեղ է գտնվում։ Դա չի նշանակում, որ ես իրան աչոտ եմ հանձնում, ես էս ինչ տեղն եմ, որ ինքը իմ մասին պարտադիր պետք է իմանա։ Մենք իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, մենք իրար հետ շատ լավ ընկերներ ենք, ոչ միայն կին ամուսին, այլ նաև շատ լավ ընկերական, որտեղ որ իրար այդ վստահությունը կա։ Օրինակ, նույն ինքը կարող է ինչ-որ միտեղ գտնաս, մնաս, ես ինչ տեղն եմ գնալ, ես ինչ ընկերներիս հետ, ու դա օքեյ է իմ համար։ Ես չեմ նստում լարվում, ես չեմ իրան սպասում, ես չեմ իրան ստուգում, ես իրան չեմ զանգում անհանգստացնում, ինչի՞ որտեղ կա լիարժեք վստահություն։ Նույնն էլ իմ ամուսնուս դեպի իմ հանդեպ։ Ինքը գիտի ես որտեղ եմ, ինքը գիտի ես ուր եմ գնում, ում հետ եմ գնում եւ լիարժեք կա վստահություն իրար հանձի նկատմամբ։ Բայց միևնույն ժամանակ, եթե ես գիտեմ ինչ որ մի բան իմ ամուսնուն դուր չի գալ, ես նման բաներ չեմ անում։ Ինձ թվում է այստեղ արդեն մի փոքր պետք է լինի կանացիություն, մի փոքր պետք է լինի ուշադրություն, հարգանք դեպի ամուսինը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ անելու դեպքում ամուսնուն դուր կգա, ինչ անելու դեպքում դուր չի գա։ Հենց դա է նշանակում, որ մենք լիարժեք ճանաչում ենք մեր կողակցին եւ վստահում իրան լիարժեք։ Եվ վստահության դեպքում նոր տեղի ունենում այդ հասունությունը, երբ որ մենք adekvat ենք վերաբերվում ամեն ինչին եւ ավելի վերևից ենք
նայում ամեն հարց եւ մենք ընդհանրապես ոչ մի ինչ-որ գործողություններ չենք անում, որ տեղի կունենա արգելքներ, հա։ Եվ այսինքն իմ մտքով նույնիսկ չանցնի այնպիսի բան, որ իմ ամուսին ինձ կարգելի կամ նույն իմ ամուսնու մտքով չի անցնի ինչ-որ մի բան, որի արդյունքում ես ինձ վատ կզգամ։ Հենց դա է կոչվում, երբ որ զույգերը իրար adekvat վստահում են, սիրում են եւ ելնելով այդ իրար վստահելուց նոր կառուցում են առողջ հարաբերություններ։ Այնուհետև ինչն է մեզ համար կարևոր նախաճաշելը եւ ընթրելը։ Մեր ընտանիքում շատ կարևոր տրադիցիա է, երբ որ մենք իրար հետ նախաճաշենք եւ այդ ամեն տեսնում է մեր աղջիկը եւ դա շատ լավ ներդրում է ճիշտ տրադիցիաների, սովորությունների, որ ընտանիքը դա թիմային աշխատանք, ընտանիքը դա թիմ է, սերը, նվիրվածությունը, որտեղ որ միասնական լինելու դեպքում կարելի է մեծ նպատակներ դնել եւ հասնել։ Դրա համար մեզ համար նախաճաշ, իրար հետ նախաճաշելը դա շատ կարևոր է։ Ես առանց իրա չեմ նախաճաշում, ինքը առանց սպասում ենք, որպեսզի արթնանանք եւ իրար հետ նախաճաշենք։ Այստեղ չկա որ պարտադիր ես պետքա պատրաստեմ կամ նույնը ինքը պարտադիր պետքա պատրաստի, այլ ընդհակառակ, եթե գիտենք ինչ որ մեկս մեկիս կարանք ավելի լավը անենք, դա արագի մեջ իրար օգնում, աջակցում ենք։ Այս օգնությունը, աջակցությունը իրար հանդեպ կա։ Մենք կարանք իրար հետ կիսվենք մեր հաջողություններով, մեր ձեռքբերումներով, մեր մոտ չկա մեկը մյուսին քննադատի, ասի այդ ինչ հիմարություններ ես ասում եւ այլն, ընդհակառակը մենք ուրախանում ենք իրար հաղթանակների համար եւ իրար աջակցում ենք։ Հենց սա է կոչվում առողջ հարաբերություններ, ինչ եմ ուզում ձեզ ասեմ։ Ես չէի խոսա այս ամեն ինչի մասին, եթե ինքս չունենայի այս փորձը։ Դրա համար, երբ որ կան զույգեր, ընտանիքներ, որտեղ որ չկա ընդհանուր խոսակցություն, չկա ընդհանուր կիսել ինչ-որ մի բան, չկա, ամեն մեկ իր համար է ապրում, են իր կյանքն ունեն, իր կյանքն ունեն, ասում է ես ինքը իրանն ունի, ես իմ ունի, մենք իրար հետ ենք երեխեքի համար, կամ մենք ինձ սենց ավելի հարմար է, ես առանց իրա եմ գնում, ոտ դա արդեն խոսում է նրա մասին, որ ստեղ չկա թիմային աշխատանք, այստեղ չկա որ ընտանիքը գնում է ընդհանուր նպատակի, այստեղ չկա ընտանիք, այստեղ կա ամեն մեկը անհատ, առանձնական եւ ամեն մեկը առանձին մեծ որ ասում է թագավորություն չի կառուցի։ Դրա համար այստեղ խորհուրդ եմ տալիս զույգերին մի հատ մտածեն, արդյոք իրանք ճիշտ ճանապարհի վրա են, երբ որ ամեն մեկը իրան առաջ տանում, արդյոք արժի այդ ճանապարհով գնալ։ Հիմա եկեք խոսանք այն ամենակարևոր կետերի մասին, որը հարկավոր է առողջ հարաբերությունների մեջ։ Առաջինը դա ապահովության զգացողությունը։ Եթե դուք ձեզ անապահով եք զգում ձեր կողակցի ներկայությամբ, ձեր կողակցի մոտ, հետ, այդտեղ խոսալ, որ առողջ հարաբերություններ կարող է լինել, անհնարին է։ Բայց միևնույն ժամանակ կան կանայք, ովքեր շատ տագնապային բնավորություն ունեն ու հենց այդ ձեր ներսում է գտնվում այդ տագնապը, որ ամեն մի ստից բանից դուք կարող եք տագնապ ստանալ։ Եվ այստեղ օրինակի համար փոխելով կողակցին, բաժանվելով, նոր կողակից գտնելու դեպքում, երեխեք ջան, ընդհանրապես հնարավոր չի ստեղծել էլի դրական հորմոնիկ հարաբերություններ։ Դրա համար շատ կարևոր է հասկանալ, արդյոք իմ ներսում է գտնվում հանգստությունը, իմ ներսում է գտնվում սերը, երջանկությունը, то есть եթե ես ինքս լարված մարդ եմ, ապա ինչ տղամարդը իմ կողքը լինի, սցենարը կրկնվելու է։ Դրա համար նույնպես կան տղամարդիկ, ում կողքը դուք կարող եք ձեզ երջանիկ չզգալ, ապա արժի մնալ այդ տղամարդու հետ, ապա արժի շարունակել ձեր հարաբերությունները նման տղամարդու հետ, եթե դուք չեք ամուսնացած, ապա դեռ նոր եք կառուցում հարաբերություններ, ապա շատ մտածելու տեղիք է տալիս։ Պետք չի ձեզ զոհաբերել, պետք չի համբերել, պետք չի դիմադրել, եթե դուք չեք տեսնում իր կողմից ճիշտ քայլեր։ Օրինակ, նոր հարաբերությունները, երբ որ աղջիկը կինը նոր մտնում է հարաբերությունների մեջ, երբ որ դուք արդեն երկար ժամանակ, ամիսներ հանդիպում եք ու խոսակցություն բացելուց տեսնում եք, որ տղամարդը հեռուն չի նայում, անդադ կտրում է ձեզ, ասում է հիմա ժամանակը չի,
թող մնա հետո սենց էլ ավելի լավ եւ այլն, ապա այստեղ արդեն իմաստ չունի շարունակել, որովհետեւ տղամարդու խոսքը գործը պետքա մեկ լինի, այսինքն եթե կինը հանդիպում է տղամարդու հետ երկար ամիսներ, ինքը միանշանակ արդեն իրան տեսնում է իր ապագա կողակից եւ ինքը իր հետ ուզում է ստեղծի լիարժեք, հասուն հարաբերություններ, ու եթե տղամարդը ձեր հետ չի տեսնում դա, ինքը այդ իրավունքը ունի։ Դրա համար այստեղ դուք արդեն մտածեք, որտեղ եք դուք, մի փոքր ավելի թերացել, շտապել կամ միգուցե առաջի ամսից ելնելով միանգամից ձեր կարծիքն եք հայտնել, որ նրա հետ եք ուզում ամուսնանալ եւ այլն ձեր մեջ, բայց հավատացեք, տղամարդը այնպես չի, որ շատ արագ այդպես գալիս այն մտքին, որ ցանկանում է միանգամից ամուսնանալ կնոջ հետ։ Դրա համար նույնպես ամուսնությունը տղամարդու մոտ մի փոքր ավելի ուշ է հասունանում, ինչ որ կնոջ ներսում, ինչու որտեղ կինը ինքը հենց տրված է մայրանալու բնազդը, մայր դառնալու այդ ունակությունը ոչ տղամարդուն, եւ այո, կինը տղամարդու կողքը պետք է զգա իրան ապահով, այո, կինը երբ որ հասկանում է, որ այս տղամարդու հետ ինքը կարա ստեղծի այդ ապագան, ընտանիքը եւ այլն, ինքը արդեն պատրաստ է լինում, իրան դրա համար տարիներ պետք չի, այլ իրան դրա համար պետք է ընդամենը նույնիսկ շաբաթներ, ամիսներ, բայց շատ անգամ կանայք շտապելով իրանք այդ արագացնելով այդ process-ը նույնիսկ կարող են կորցնել այնպիսի իսկապես արժանի տղամարդիկ, ով կարող է իրենց համար ներ շատ լավ ամուսին, շատ լավ երեխաների հայր, ինչու, որովհետև էմոցիոնալ դաշտից ելնելով գնում են այդ քայլերին։ Դրա համար մի փոքր այստեղ մտածեք, արդյոք արժի առաջի ամիսների ընթացքում այդ տղամարդուն տեսնել ձեր ապագա ամուսինը։ Եվ մի փոքր արդեն ավելի զուսպ եղեք ձեր քայլերի մեջ, ձեր խոսքերի մեջ, բայց եթե ինչը վերաբերվում է ամիսներ, տարիներ, ապա այո, միանշանակ մտածեք եւ քայլ արեք դեպի ավելի լուրջ հարաբերություններ սկսել, որտեղ կինը իրեն կողք ուզում է տեսնի հանգստություն, ապահով իրանը զգա եւ այն տղամարդու ում հետ ինքը գնում է առաջ, իր կողքը տեսնի իր ապակա սերունդը ստեղծելու, երեխա ծննդաբերելու եւ այդ երեխաների համար հանգիստ լինելու հատկությունը։ Եվ այստեղ շատ հետաքրքիր ուզում եմ մեջբերում անել ամուսնացած կանանց մասին, երբ որ մենք սկսում ենք վստահել, մենք սկսում ենք մեր հարաբերությունները ինչ կատարում է մեր հարաբերություններով կիսվել մեր շրջակա միջավայրի հետ։ Այստեղ արդեն մտածեք, արդյոք արժի կիսվել ձեր ընտանիքի խնդիրների, դժվարությունների մասին ընկերների, հարազատների հետ, ինչի, որովհետև այսօր շատ հեշտ է ասել դուրը չի գալի փոխի, տենում ես ինքը հարմար չի, լավը կգտնես, դու ավելի լավին ես արժանի, բայց ոչ մեկ չի հարցնում ինչ ես դու զգում եւ ինչ քայլեր ես դու արել, որ հարաբերությունները եկել է այդ կետին։ Դրա համար մի փոքր շատ կարևոր է այստեղ հասկանալ, որ ցանկացած հարաբերություն, առողջ հարաբերություն, եթե դուք գտնվում եք առողջ հարաբերությունների մեջ, կարևոր է ձեր ընտանեկան այդ process-ը պահել ինֆորմացիոն վակուումի մեջ, որտեղից որ ոչինչ դուրս չի գա։ Ոչ թե վախենալով, որ վայ ով ինչ կմտածի, ով ինչ կասի, ոչ, որպեսզի դուք ավելի վստահեք, ավելի ամրացնեք ու ավելի ինքնուրույն միասին կարողանաք գտնել ձեր հարցի լուծումները, կարողանաք դուրս գաք այդ խնդիրներից։ Բոլոր հարաբերություններում լինում է խնդիրներ ու շատ կարևոր է այստեղ գիտակցել, որ 100% ես եմ պատասխանատու եւ 100% իմ տղամարդն է պատասխանատու։ 50-50-ով եթե հարաբերություններում սպասվեք, ապա այստեղ արդեն չարաչար սխալվելու եք։ Ինչի, որովհետև երբ որ կինը ասում է ես արել եմ, ապա թող ինքն էլ ինձ անի։ 50-ը ես, 50-ը ինքը, սենց չի լինում հարաբերություններում։ Երբ որ դուք 100% եք հարաբերություններում եւ նույնն էլ ամուսինը, նոր էտի կոչվում է դրական հարմոնիկ հարաբերություններ։ Մյուս կետը, որ ուզում եմ ձեզ ասել, դա երբ որ մենք սկսում ենք համեմատել մեր հարաբերությունները, մեր ընտանիքը այլ ընտանիքների հետ։ Օրինակ, մենք կարող ենք տեսնել լավ ընտանիքներ, մենք կարող ենք տեսնել օրինակ սոցցանցերով գեղեցիկ զույգեր եւ այլն, բայց ոչ թե համեմատվել իր հետ, այլ տեսնել ու ոգեշնչվել այդ ամեն ինչով, բայց համեմատել, որ իրանք ավելի լավն են,
քան մենք, սա չարաշար սխալ է։ Դրա համար մենք չենք համեմատվում ոչ մի ընտանիքների հետ, մենք չենք համեմատվում Instagram-ի այն որ ասում է խաբուսիկ նյութերին, բայց ամենակարևորը ստեղծում ենք մեր հարաբերությունները ճիշտ, կարողանում ենք ճիշտ նոտայով քայլել, կարողանում ենք ճիշտ առաջ գնալ, ստեղծել մեր երազանքները երկուսով իրար հետ։ Առողջ հարաբերությունների մեջ շատ քիչ են նայում զույգերը դեպի դրսի մարդկանց, առողջ հարաբերությունների մեջ չկա պահանջարկ համեմատելու ձեզ ուրիշների հետ, ձեզ կոմֆորտ է իրար հետ, դուք անում եք ինչ որ միասին եք ուզում, դուք ուզում եք զբոսնել, զբոսնում եք, դուք ուզում եք տունը մնալ, մնում եք, դուք ուզում եք կաֆե, ռեստորան գնալ, գնում եք, դուք ուզում եք ճամփորդել, ճամփորդում եք, դուք չեք համեմատվում ուրիշների հետ, դուք չեք ասում, որ տեսնում ես ընկերդ կնգա հետ այսքան տեղ գնաց, մենք ոչ մի տեղ չենք գնաց, իրանք այսքան բան առա, մենք ոչ մի բան չենք արել, իրանք նոր տարում էս արին, մենք սա չենք արել, նման համեմատություն չկա կոնկուրենցիա ոչ մի հարցում, դրա համար առողջ հարաբերությունները կառուցվում են ներսից եւ տեսնում են, թե զույգերը ինչում են իրար համընկնում եւ ինչ են իրար հետ միասին ցանկանում։ Մենք կարող ենք փոխել ինչ-որ մի սովորություններ մեր ներսում, որը մեզ կբերի նա, որ ավելի լավը կդառնանք մեր զույգի համար, նույնն էլ հակառակը։ Կարա տարբեր կրիզիսներ տեղի ունենա, մեր յուրաքանչյուրի հարաբերությունում գալիս են պահ, երբ որ ինչ-որ մի իրավիճակ, ինչ-որ մի դժվարություն մեզ հանգեցնում է նրան, որ մենք չենք կարողանում հաղթահարել իրավիճակը, մեր համար մութ է, մեր համար փակ է դռները, չտեսնելով լուծումը դուրս գալը եւ այդտեղ արդեն գտնվում ենք պանիկայի մեջ, էմոցիոնալ անկում է տեղի ունենում եւ արդեն դեպրեսիայի մեջ ենք ընկնում եւ հիվանդություններ։ Եվ իմ ծրագրերի ներսում, երբ որ ես աշխատում եմ կանանց հետ, ես միշտ ուշադրություն եմ դարձնում նաեւ այդ իրենց ինքնակայացման, ընտանիքը միավորելուն, ճիշտ բալանսը կառավարելուն, որպեսզի ընտանիքի մթնոլորտը, տրադիցիաները ավելի լավանան եւ կարողանանք հենց այս կետից կառուցել առողջ եւ գեղեցիկ հարաբերություններ։ Եվ շուտով, եթե հետևեք իմ էջին, կտեսնեք, որ Life Sense իմ ծրագիրն է թողարկվելու, որը հենց նվիրված են կանանց, ովքեր որ ցանկանում են իրանց մեջ զարգացնել այդ կանացիությունը, կարողանալ ճիշտ հարաբերություններ կառուցել, որտեղ հեշտ է ամուսնանալը, բայց շատ դժվար է ամուսնության մեջ երջանիկ լինելը, սիրելիներս, ամենակարևորը երջանկություն կառուցնելը, ոչ թե ամուսնանալը, որտեղ շատերը ամուսնանում են, բայց այդ երջանկությունը չի լինում։ Իսկ իմ ծրագրի ներսում մենք սովորում ենք եւ ճանաչում ենք ինքներս մեր մեջ վերականգնում ենք մեր կանացիությունը, այնտեղ մենք աշխատում ենք տետածրագրավորումով, այնտեղ մենք աշխատում ենք մեդիտացիաներով, այնտեղ մենք աշխատում ենք տարբեր առաջադրանքներով, գրառումներ ենք անում, լեկցիաներ ենք նայում, հանդիպումներ ա տեղի ունենում, իրար աջակցում, իրար օգնում, որտեղ որ կինը փոխվում է։ Եվ 3 ամիսների ընթացքում 180 աստիճան շատերի մոտ տեղի ունենում դրական փոփոխություններ եւ կանայք կիսվում են իրանց կարծիքներով, թե ինչքան բան է իրանց կյանքում փոխվել։ Եվ ինչ եմ ուզում ձեզ այստեղ ասել, որ մենք կարող ենք ապրել ամուսնական ունենալ ամուսին, ամուսնացած լինել երկար տարիներ, բայց մինչև խոր ծերություն վախ ունենալ, որ մեզ կդավաճանեն, մեզ կգցեն, հա, այսինքն կթողնեն, կգցեն լավ ասեցի, մեզ կթողնեն, ինչու, որովհետև շատ անգամ կինը չի գնում ռեալիզացում, ասում է, եթե ես սկսեմ գումար աշխատել, ամուսինս ինձնից կհեռանա։ Շատ անգամ կինը չի նիհարում, չի իր վրա ուշադրություն դարձնում, որտեղ ամուսինը իր վրա փող չի ծախսում, եւ ինքը սկսի փող ծախսել, ապա այստեղ արդեն կոնֆլիկտ կլինի եւ ամուսինը կբաժանի։ Դրա համար կինը մտածում է, ինչ-որ մի բան, եթե իմ ամուսնուն դուրս չգա, ինքնից կթողի եւ տարիներ շարունակ այսպես լճացած վիճակում այդ հարաբերությունների մեջ մնում է։ Հիմնականում կնոջ մոտ այդ ամբողջ խնդիրները սկսվում է հետծննդյան շրջանից հետո։ Ինչի այդպես տեղի ունենում, որովհետև կնոջ մոտ այդ բոլոր տրավմաները, բոլոր վախերը, ամեն ինչ արթնանում է
Նրանից հետո երբ որ ինքը մայր է դառնում, մայր դառնալուց հետո այն համարձակություն, այն վառվռուն աղջնակը, որ կար, ավելի մարում է, ինչի որտեղ ինքը արդեն պատասխանատու է մի նոր մարդու կյանքի համար, դրա համար էստեղ արդեն ինքը ավելի զգոն է լինում, ինքը չի ուզում, որ իր այդ երեխան իր այդ սերունդը մենակության մեջ մնա, ինքը չի ուզում, որ իր երեխան առանց ծնող մեծանա, դրա համար ինքը իրան զոհաբերելու այդ հատկությունը ունի կինը, տղամարդը այդ կահայլին չի գնում, որտեղ ինքը չի մայրանում։ Ինչ եմ ուզում ասեմ, սիրելի տղամարդիկ, դուք միանշանակ հրաշք եք, դուք միանշանակ շատ լավն եք, ամենակարևորը ձեր կողքի կանայք պետքա ծաղկեն, դուք նույնպես ձեր հերթին եղեք այն տղամարդը, այն անձը, որը որ ժպիտ եւ սեր կբերի ձեր կնոջը, ձեր կողքը կինը կցանկանա ժպտալ, ձեր կողքը կինը կցանկանա բացվել, իսկ կանանց ցանկանում է միայն ու միայն սովորել սիրել, որտեղ մայրը դա հենց այն աստվածուհին է, որը որ ջերմացնում ու լցնում է տունը, դրա համար եղեք կանացի, եղեք գեղեցիկ, հետևեք իմ էջին եւ ամենակարևորը կիսվեք կոմենտներում, եթե դուք ցանկանում եք, ես նաեւ կիսվեմ, խոսեմ այն բոլոր սխալների մասին, որոնք որ անում են կանայք, եթե դա ձեզ հետաքրքիր, ապա անպայման կիսվեք կոմենտներում, ես դրա մասին նույնպես կնկարեմ նյութ, կտեղադրեմ։ Իսկ եթե հետևեք իմ էջին, ապա անպայման կիմանաք երբ է մոտ դուրս գալու իմ նոր ծրագիրը, պրոյեկտը, արդեն երկրորդ անգամ է դուրս գալու, որտեղ որ ես աշխատում եմ կանանց հետ, Life Sync ծրագիրը, կանացիությունը վերականգնում ենք, նպաստում ենք նրան, որպեսզի այդ հորմոնյան սերը, երջանկությունը տեղի ունենա եւ կինը իրեն հավաքի այդ բոլոր այդ կոկկնի մեջ, որտեղ որ ինքը կդառնա թաքուի իր համար եւ իրանից ելնելով կկարողանա սիրել եւ սերը փոխանցել իր սերունդներին։ Այսօր այսքանը, կհանդիպենք